Ուրեմն մի քանի տարի Ամերիկա ենք արտահանել, փորձել ենք անել։ Ուրեմն 3 տարվա մեջ ինքնաթիռով 2 տոննա ենք հասցրել ու 3 տարի այդ 2 տոննա չի դարել 2 տոննա 1 կիլոգրամ։ Ամսեկանի մասնախոսություն 3 տարի ամեն ամիս տարել ենք ինքնաթիռներով 2 տոննա, չենք կարծել սարքենք այդ 3 տարով մեջ գոնե 2.5 տոննա։ Սա հեքիաթներ է։ Չէ, որովհետև մեր գնորդը դա հայ ոնց ասեմ, աշխատողներն են, հայ ապրողներն են, էմիգրանտներն են, այո, հայ համայնքն է, հայկական խանութներով առել են, ուրիշ տեղեր փորձել ենք, ռեզուլտատ չկա, որ 3 տարի ես պարզ ասում եմ, եթե մենք 70 տոննա օրը արտադրում ենք, ամիսը 2 տոննա դու պատկերացնում եք, 2500 տոննա արտադրենք 2000 անգամ պատասխան, արտանք 3-5 տարի աշխատանք ենք, դրա համար եմ ասում։ Մենք Ռուսաստանի վրա 30 տարի, 20 տարի աշխատել ենք։ 25 տարի ես եմ աշխատել։ Ես 25 տարի ինչ-որ մի սպորտ եմ գնացել կամ ջութակ եմ գնացել, հիմա ինձ եկել են ասում են մի օրվա մեջ փոխի ես իմ գլուխն չեմ կարող։ 25 տարին Ժորժ ջան, էդի տենց ասում ենք, էդի մեծ սրոք է, էդի մեծ կյանք է 25 տարին, որ մենք դրել ենք։ Ասում են մի օր պիտի սկսեք, չէ։ Մի օր սկսենք, բայց 25 տարի է պետք որ դառնանք այդ քանակների վաճառով։ Ոնց որ ստեղենք 25 տարում ասել։ Մենք չենք կարող 2 օր ջութակի գնալ էսին աշխարհը զարմացնել։ 2 օրում կարա մարդը գնա։ Խախումներ է կիրառում, ինչ է առաջանում։ Ռուսաստանը։ Հիմա Եվրոպան առաջարկել է օգնել։ Ստացվում է մի դուրը Առաջարկել է օգնել։ Առաջարկել է, ինչով ով։ 0 3 ամիսա մեռնում եմ 0 Ժողովրդյան թող ասեն մեկին 100 դրամ փող է։ Ես ասում եմ տվեք մեզի, թեկուզ չեմ ասում վարկով տվեք։ Ես իմ ձրի տվեք, վարկով տվեք։ Ես էլ գույք չունեմ 36 հատ գույքին է դրել, պլյուս սաղ ազգու տակին է դրել։ Ասում եմ ես այսօր գույք չունեմ բանկում դնել։ Գոնե բերում եք Եվրոպայից բոլոր, մեզ տվեք տոկոսով։ Ձգենք մի ամիս էլ իրանք են որոշում։ Հիմա որ դուք աշխատավարձ եք ստանում, վերում եք ձեր ձեր աշխատանքը տվող ասում այս փողը անպայման կոշիկ վառնես կամ երեխային կատ, դուք եք չէ որոշում։ Հիմա իրանց տվել են, իրանք էլ պետք է տեսնեն գլուխն է ցավում, ում կոշիկ չունի։ Տենց է թե չէ իր աշխատը։ Դե ուրեմն մենք չգիտեմ, ուրեմն պետք է տեղափոխվենք, ոնց որ ապրել ենք աշխարհում ենք, էլի պետք է ծրվենք աշխարհում։ Դե մեր երկրում ամենու բան չունի, ես ասում եմ, ես տեղափոխվել եմ 30 տարուց ավել դուրս ապրելուց հետո իմ սանիկներին եմ համոզել մեր երկիրը լավն է տեղափոխվել, ամեն մեկը 3 երեխա։ Տեղափոխվել ենք ռուբլովկի վրա, սեփական տներով մարդիկ ապրում են մեջքի վրա։ Հիմա փաստորեն են դուրս գալի խափում են երկիրը։ Չի, որովհետև ապրում են Հիմա կներեք, որքան է ձուկ արտադրում։ Օրը 70 տոննա ձուկ են արտադրում են ձկնաբույսները, բոլորը միասին։ Ինչ են անում։ Մինչև այսօր կերուն ենք տալիս ենք, այսօրվանից մինուս են գնալու այդ փողերը։ Ինչ-որ չափով ներքին շուկայում քանի օր առաջ մեր լրատվամիջոցների հետ մեր կողմից հանդիպում ա եղել, սաղս ասել ենք, մեկը 7 օրվա կերունի, մեկը 5 օրվա, դաժե այդքան պարտկանելուց հետո։ Կներեք, ներքին շուկայում որոշ չափով ձեր արտադրած ձուկը իրացվում։ Ես այս շուկայում չեմ արտադրում, եկավ ավելի ցավալի մասը, դա ասեմ երկու բառով, որովհետև խոշորները իրավունք չունեն ներսում վաճառել, որովհետև 100 տնտեսություն կարող է փակվի 3 հոգու սխալ աշխատանքի միջոցով։ Երեք որ նախարարը գնացել էր հանդիպման, այդ տնտեսությունը խոշորների մեջ է մտնում ու եկել է 30 լիտրանոց տնտեսություններ կոնկուրենցիան մտել է ներս, սաղին սպանում է, այդտեղ է գնացել մեկ ավում, այդ ձեր երազած տեղն է։ Այսինքն ստացվում է։ Հիմա այդ մարդիկ ստեղ չկան։ Համ չեք իրանք ջուրել չեն փակել 30%-ը, որ փակել են բոլորս միասին նայենք իրար աշկերի մեջ։ Իրանք չեն փակել։ Հիմա իրանք աջակցություններ են ստանալու։ Մեզի բա մինչև դա ուրիշ կառավարություն էլ է եղել, ու 40 տարի Նիկոլ Փաշինյանը չի եղել։ Մեզ ասել են 30% պետք է ջուրը փակեք, որովհետև խնայողություն։ Էլ եմ շեշտում անձրևաջրի մասը, արտիզան լսնակ, դա ձնալքից գնում է, հավաքվում է, ինչ որտեղ գալիս է վերևը գետերի տեսքոտակը ջրավազանում ենք հավաքվում է, ասել են պետք է խնայվի, 30% բոլորս փակել ենք, բացի 1-2 տես շատ շուստրի
Ցիկնաբույսներից մեկ երկուսի մասնակից։ Հիմա այսօր եկել է հասել է մի հատ տեղ, մի հատ էլ են ասում քամոսում է կապան։ Պարոն Կարապետյան։ Ես ո՞նց եմ փակում, եթե իմ ձուկը ուռել է։ Ժամով, լիտրով այսքան պետք է պահես։ Հիմա ուռել է ձուկը բոլորի մոտ։ Ո՞նց եմ փակում։ Հաստատի Ոնց որ ձեզ չեն Տարածքն է։ ուզում ընդունել, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը, սպասել, գնալ, հետո գալ, ինչ։ Հարազատ մենք մի ամիս գծացում ենք։ Մենք համապերատար։ Այսօր չեմ կարող ասել, որովհետև դա պետությունով ասենք։ Տենց է պայմանավորությունը, խնդրում եմ։ Չէ, նկատում եմ հիմա այստեղ սպասում եք, թե գնաք։ Մենք ստեղ կարող ենք մեկ շաբաթ սպասենք։ Մեկ շաբաթ իրար փոխարինելով մեկը կգնա, մյուսը կգա, ոչինչ։ Մենք այսքանը չենք, շատ ենք, ինչ որ կես ընդեղ են հանգստանում, մեկը աշխատում է, ոնց է բանակը որ կառաուլ են կանգնում, մեկը կանգնում է, մեկը հանգստանում է, մեկը պատրաստ է վազի օգնի, հենց մենք համապերատար մի շաբաթ սպասենք, այո, ոչ բան։ Հիմա կեսը ասեմ, ստեղ մի 10 հոգի մարդ մենակ իմ աշխատակիցներից են սահմանից իջել։ 25 օրը սահմանել են ծրտապիցները պլանում, հասկաց, էլ ինչ անենք, մի հատ էլ ֆանըր կապեք, իշերը վարան։ Նոր են ինչի աշխատակիցներից սահմանից։